Երկրորդը պետության կողմից 15 միլիարդ 800 միլիոն գնահատված գույքը ինչ հանգամանքներում է 5 միլիարդով վաճառվել գործարարին, բասապետության վնաս չի, եւ եթե հնարավոր է խնդրում եմ արձագանքել նաև լրագրողների մասով վարույթներին, որովհետև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակեց, որ 2025 թվականին 9 գործեր կան, որոնք որ լրագրողներին են առնչվում, բայց այդ քրեական գործերի հանգուցալուծում 2022 թվականից քննվում են ու որևէ հանգուցալուծում չկա։ Նաև կխնդրեմ հայտնի Անիֆի չարաշահումների գործի մասին խոսել, որովհետև Անիֆով մենք ունենք 25 միլիարդ դրամի չարաշահումներ եւ որևէ տեղաշարժ այդ գործով չկա եւ կարճ խնդրեմ մեզ տեղեկություն տաք Ծաղկազարդի օրը եկեղեցում երիտասարդ Դավիթին հարվածած պետական պահպանության ծառայության աշխատակիցը արդյոք հարցաքննվել է եւ բացատրել է ինչու էր հարվածում ինչ էր անում երիտասարդ այդ պահին որն է ռիսկը եւ որովհետեւ տեսանյութերում ոչինչ չի երևում բացի նրանից որ կանգնած ինչ որ գորգորում են այսինքն անհրաժեշտությունը որն էր հարվածի եւ արդյոք նա որևէ կերպ քրեական կամ որևէ պատասխանատվության ենթարկվել է, բայց մարտի 1-ի գործի մասին չհարցրեցի հարցնել 10 զոհերի հանգամանքները կամ 10 զոհերի սպանության հանգամանքների մասով 18 տարվա ընթացքում որևէ դեպք չի բացահայտվել։ Ես ձեզ խնդրում եմ ասեք, ինչն է խոչընդոտը, ինչ խնդիրներ ունենք, որ 10-ից գոնե 1-ի բացահայտումը 18 տարվա ընթացքում հնարավոր չի լինում ունենալ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ըստ էության 4 նոր հարցեր պիտի պատասխանեմ։ Անիֆով ու առանձնատներով շնորհակալություն, որ էլի հարց տվեցիք։ Անիֆի հետ կապված մենք երրորդ երկիր ուղարկել ենք իրավական օգնության պահանջ, որի վերաբերյալ տվյալները ստացել ենք վերջերս եւ առաջիկայում դատախազությունը արդեն հանրային իրազեկմամբ հանդես կգա, թե Անիֆով ինչ լրացուցիչ զարգացումներ կան, այս առումով թաքցնելու, ինչպես գիտեք, որևէ հանգամանք չունենք եւ ամենասկզբից էլ այս վարույթների վերաբերյալ դատախազությունն է խոսել ու դատախազությունը նաեւ ձեր հարցադրումներին պատասխանել։ Դուք մանումենտի առանձնատների հետ կապված բարձրացրեցիք հարցը նույն Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասով, նշեմ, որ այս ընդհանուր նախ մեղադրանք չի առաջադրված վարույթ է նախաձեռնված փողերի լվացումով եւ այս դրվագները, որոնք վերաբերում են ֆինանսական մյուս բոլոր գործարքներին, եւս ստուգման ենթակա են այս վարույթով, որովհետեւ իրանք մեկ միասնական համակարգ են կազմում։